Այսօր միասին կքննարկենք մի քանի քայլեր, որոնք կօգնեն մեզ բարձրացնել մեր ներսում նախանձախնդրություն դեպի Աստված։ Այսօրվա խոսքը հենց այդպես էլ վերնագրել է «Մարտնացրու նախանձախնդրությունդ»։ Կկարդանք, կնայենք միասին մի հատ պատմություն, որտեղ որ Ասայի թագավորի Աստծո խոսքին հնազանդվելու մասին է, երբ որ Ազարիա մարգարեն գալիս է թագավորի մոտ ու Աստծոց խոսքաբերում իրան։ Եկեք կարդանք, կկարդամ երկրորդ Մնաթորդաց 15:2-4-ը։ Նա գնաց կանգնեց Ասայի առջև եւ ասաց նրան. «Լսեցեք ինձ ով Ասա եւ ողջ Հուդա ու Բենյամին, Տերը ձեզ հետ լինի, քանի որ դուք նրա հետ եք, եթե դուք նրան որոնեք, կգտնեք նրան, իսկ եթե նրան լքեք, նա էլ ձեզ կլքի։ Բազում օրեր Իսրայելը մնացել էր առանց ճշմարիտ Աստծո, առանց ուսուցանող քահանայի եւ առանց օրենքի, բայց երբ իր նեղության մեջ նա դարձավ դեպի Իսրայելի Տեր Աստվածը եւ որոնեց նրան, այն ժամանակ նրան գտավ։ Եվ 7-րդ խոսքը. բայց դուք զորացեք եւ ձեր ձեռքերը թող չթուլանան, որովհետեւ վարձ կա ձեր գործին։ Մարգարեն գալիս ու քաջալերանքի խոսքաբերում թագավորին ու ժողովրդին։ Մեր բառերով ասված ասում է. եթե ձեր ամբողջ սրտով փնտրեք Աստծուն նախանձախնդրորեն, կգտնեք, որովհետև դրանից առաջ Իսրայելի ժողովուրդը մինչև այս թագավորը երկար ժամանակ կուռքերի հետևից էր գնում եւ Աստծուց բավականին հեռացել էին, իսկ ասա թագավորը երբ որ եկավ, ինքը սկսեց նորից դառնալ դեպի Աստծուն։ Եվ 8-րդ խոսքը. երբ Ասան Օդեդի որդի Ազարիայի այս խոսքերն ու մարգարությունը լսեց, զորացավ եւ դեն գցեց նողկալի կուռքերը Հուդայի եւ Բենյամինի ամբողջ երկրից եւ Եփրեմի լեռան վրա իր գրաված քաղաքներից, ապա նորոգեց Տիրոջ զոհասեղանը, որը գտնվում էր Տիրոջ տաճարի գավթի առջևում։ Ասա թագավորը լսելով Տիրոջից իրեն տրված խոսքը մարգարեի միջոցով, որ փնտրեք ձեր ամբողջ սրտով Աստծուն եւ կգտնեք, առաջին քայլը որ անում է, վերացնում է բոլոր կուռքերը, որոնք գտնվում էին թե Իսրայելի մեջ, թե իրենց գրաված տարածքներում։ Հետո նոր վերանորոգում է զոհասեղանը։ Սիրելիս, կուզենամ, որ ժամանակ առ ժամանակ մենք քննենք մեր ներսը, փնտրենք արդյոք Աստծո աչքերի առաջին նողկալի կուռքեր չկան մեր ներսում, որոնք էլ մերը չեն, բայց չգիտես ոնց հայտնվել են ու նստել են մեր ներսում։ Միգուցե մի լավ բան ենք արել եւ հպարտության կուռքը գլուխ է բարձրացել, որ մենք չենք էլ նկատել։ Միգուցե չներման կուռքն է, որ միգուցե դու ասում ես ես ներել եմ, բայց երբ որ դու հանդիպում ես այդ մարդուն կամ հիշում ես այդ իրավիճակը, մեկը քո ներսում խաղաղությունդ կորում է։ Ու ամեն առիթից հետո, որ ինչ-որ առիթ է ստեղծվում, դու հիշում ես տվյալ տհաճ իրավիճակը, տվյալ մարդու հետ կապված ու խաղաղությունդ կորում է։ Այդ նշանակում է, որ մի բան այն չի։ Այդ նշանակում է, որ հլա դեռ ինչ-որ մի բան մեր սրտի խորքում մնացել է ու մեկը չներում կա։ Կուռքերը մեր ներսում տարբեր կարող են լինել։ Կարա լինի մեր փառասիրությունը, մեր եսասիրությունը, մեր սկզբունքները, որ շատ ժամանակ չենք ուզում կոտրել Աստծո առաջին, կուռքեր, որ տարիներ շարունակ ուղղակի մեր սրտի մի անկյունում դրված են։ Մենք հարմարվում ենք դրանց հետ ու սկսում ենք այդ կուռքերի հետ ապրել, մտածելով, որ իրանք մեզ չեն խանգարում։ Բայց սիրելիս, խանգարում են մեզ լիովին Աստծուն տրվելուն, խանգարում են մեզ լիովին Աստծո ներկայությունը վայելելուն։
Մենք շատ ժամանակ բավարարվում ենք եկեղեցում գտնվելու այս 2 ժամով։ Ծառայությունից դուրս ենք գալիս ու մոռանում Աստծուն։ Բայց նա մեզ ամեն օր ու ամեն ժամ է սպասում, սիրելիներս։ Այս շաբաթվա այս 2 ժամը չի, որ Հիսուսը գալիս է ու այստեղ մեզ է սպասում։ Ինքը ամբողջ շաբաթվա ընթացքում ամեն օր, ամեն ժամ մեզ սպասում է։ Ու այս 2 ժամը դժվար թե մեր հոգևոր վիճակը բարելավի։ Այդ շատ քիչ է Աստծո հանդեպ մեր նախանձախնդրությունը մեր ներսում բարձրացնելու համար։ Մեզ պետք է, որ մենք աշխատանք տանենք մեզ հետ։ Մեզ պետք է, որ մենք ամբողջ շաբաթվա ընթացքում կարողանանք փնտրել Տիրոջ երեսը։ Ամբողջ շաբաթվա ընթացքում մենք կարողանանք հանդիպել նրա հետ, որտեղ ինքը մեզ սպասում է։ Ու այդ հանդիպումների ժամանակը, որ մենք թույլ ենք տալիս, որ Աստված սկսում է մեզ հետ աշխատանք տանել, սիրելիներս։ Աշխատանք տանել, ցույց տալ են կուռքերը, որոնք մեր ներսում են, տարիներ շարունակ միգուցե։ Ի վերջո, այդ ամեն ինչը մեր սրտի զոհասեղանն է կիսանորոգված պահում։ Այն ամեն կուռքերը, որ մենք չենք ուզում բաց թողնել, իրանք կիսանորոգված վիճակում են պահում մեր սրտի զոհասեղանը, սիրելիներս։ Ու մենք այսօր կիսատ պռատ հավատացյալ լինելու իրավունք չունենք։ Մեր այսօրվա խնդիրները մեր հոգևոր թուլության պատճառն են։ Եթե ես իմ մարդկային սկզբունքները չեմ ուզում կոտրել Տիրոջ առջև, եթե իմ անցյալը մինչև հիմա որոշում է իմ ներկան, ես ինչ եմ պահանջում Տիրոջից, ես ինչ եմ խնդրում Տիրոջից, սիրելիս։ Այդպիսի կիսատ պռատ հավատացյալ չպիտի լինենք։ Մեզ պետք է մեկընդվիշտ ազատվել են կուռքերից, որոնք մերը չեն, սիրելիներս։ Իրանք մերը չեն, իրանք ուղղակի եկել են ու մեր ներսում նստած են։ Մեզ դրանցից ազատվել է պետք։ Իսկ դրանից ազատվելու համար մեզ պետք է Տիրոջ հետ ժամանակ անցկացնել։ Մեզ պետք է փնտրել Տիրոջ երեսը ոչ թե միայն եկեղեցու ներսում, այս 2 ժամվա ընթացքում, այլ ամբողջ շաբաթվա ընթացքում, ամեն ժամ, ամեն օր, Տեր ամեն ժամանակ մեզ սպասում է։ Ու Տերն ամեն ժամանակ ուզում է մեզ օգնել, Տերն ամեն ժամանակ ուզում է մեզ ազատել։ Մեզ մնում է մենակ գնալ իր մոտ։ Ինքը կանգնած դուռը թակում է, մեզ մնում է միայն բացել այդ դուռը, բայց ոչ միայն 2 ժամով ամեն շաբաթ օր, այլ ամբողջ շաբաթվա ընթացքում։ Եվ ասա թագավորը կուռքերը վերացրեց ու զոհասեղանը շինեց։ 15-ի նույն գլխի 10-ից 15-րդ խոսքերը կկարդամ։ Նրանք հավաքվեցին Երուսաղեմում Ասայի թագավորության 15-րդ տարվա 3-րդ ամսին։ Այդ օրը իրենց բերած ավարից Տիրոջ համար զոհաբերեցին 700 արջառ և 7000 ոչխար, և ուխտ արեցին, որ իրենց հայրերի Տեր Աստծուն պիտի փնտրեն ամբողջ սրտով և ամբողջ հոգով։ Ով չփնտրի Իսրայելի Տեր Աստծուն, պիտի մեռցվի փոքրից մինչև մեծը, թե տղամարդ, թե կին։ Բարձր ձայնով և աղաղակներով, փողերով ու շեփորներով երդում արեցին Տիրոջը։ Ամբողջ Հուդան ուրախացավ այդ երդման համար, որովհետև երդվել էին իրենց ամբողջ սրտով, հոժարակամ փնտրել էին Տիրոջն ու գտել նրան, և Տերը հանգստություն տվեց նրանց բոլոր կողմերից։ Ասա թագավորը կուռքերին հեռացրեց, նոր դրանից հետո զոհասեղանը շինեց։ Եվ ինչ արեցին, հաջորդ քայլը ինչն էր։ Զոհասեղանը նորոգելուց հետո զոհ մատուցեցին այդ զոհասեղանի վրա։ Իրենց ավարից, իրենց օրհնությունից զոհ մատուցեցին Տիրոջը ու պատվեցին նրան։ Սիրելիս, մենք մեր կուռքերին հեռացնում ենք, հետո մենք մեր սրտի զոհասեղանը կիսանորոգված վիճակից նորոգում ենք։
Դրանից հետո մեզ պետք է այդ զոհասեղանի վրա զոհ մատուցել։ Աստված երբեք չի մոռանում մեզ օրհնել։ Ինչի ենք մենք մոռանում մեր օրհնությունից պատվել Տիրոջը։ Ասում է իրանց ավարից բերեցին ու Տիրոջը զոհ մատուցեցին։ Մենք մեկ այդքան էլ կարևոր չենք համարում Տիրոջը զոհաբերելը։ Ու գիտեք, այդ գումարն էլ, որ չենք կարողանում զոհաբերել, ինքն էլ է կորք դառնում մեզանում։ Երբ որ մենք կպած ենք այդ գումարից ու չենք ուզում Տիրոջ համար զոհաբերել, ինքն էլ է մեր ներսում կորք։ Ինչի չենք կարողանում մեր Աստծուն պատշաճ ձևի պատվել մեր ֆինանսներով։ Այն ինչը մենք չենք կարողանում զոհել Աստծո համար, դա մեր ներսում դառնում է կորք սիրելիս։ Այն ինչը, որ մենք չենք կարող դնել զոհասեղանի վրա, դա մեր ներսում դառնում է կորք։ Կապ չունի, կլինի դա գումարը, կլինեն ինչ-որ առարկաներ, կլինեն բնավորության գծեր, ընդհուպ մինչև մարդ արարածը։ Այո, մարդիկ էլ կարող են մեր ներսում մեզ համար կորք լինել։ Երբ որ այդ մարդը ավելի կարևոր տեղ է գրավում մեր սրտում, քան մեր ու մեր Աստծո հարաբերությունները։ Մանավանդ հայերիս համար այն անգամ Համլետն էլ ասեց. մեր երեխաները շատ ժամանակ մեզ համար կորք են դառնում, երբ մենք չենք կարողանում ժամանակին իրանց բաց թողնել։ Ինչ արեց Իսրայելի ժողովուրդը զոհը մատուցելուց հետո, կորքերին հեռացրեցին, զոհասեղանը շինեցին եւ այդ իսկ զոհասեղանի վրա բերեցին իրանց զոհերը։ Զոհաբերությունից հետո հաջորդ քայլը, որ արեցին, դա ուխտն էր։ Խոստմունք արեցին Աստծո առջև, 12-րդ խոսքը։ Եվ ուխտ արեցին, որ իրենց հայրերի Տեր Աստծուն պիտի փնտրեն ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով։ Սիրելիս, ուխտ կապելը Աստծո հետ դա շատ լավ քայլ է, բայց ուխտ անելուց առաջ գիտակցել է պետք, որ դժվար է լինելու պահելը այդ ուխտը, որովհետև երբ որ մենք ուխտը կապում ենք, դժվարություններն էլ գալիս են, որպեսզի մենք դրժենք մեր ուխտը մեր Աստծո հետ։ Մի փոքրիկ պատմություն պատմեմ, այս վերջերս տեղի ունեցավ։ Մի կին իրենց գործերի հաստատվելու համար ուխտ էր կապել Աստծո հետ, որ եթե իրանց գործերը հաստատվի, ինքը իր ավագին փոքրիկ գումար կորցնի։ Ու երբ որ իրանց գործերը հաստատվել էր, չգիտես ինչի ինքը գործերի հետ մոռացել էր այդ ուխտի մասին, որ խոստացել է, ու գործերը լինելուց անմիջապես 2 օր անց իր ամուսինը գործի տեղը այնպիսի խնդիր է առաջանում, որ կորցնում է գումար հենց այդ չափով, որ կինն էր խոստացել։ Ու երբ որ գալիս է տուն, պատմում է կնոջը, թե ինչ ա եղել այդ օրն իր հետ, երբ որ կինը լսում է գումարի չափը կորցրած, միանգամից հիշում է իր ուխտը։ Հիշում է, որ արդեն 2-3 օր իր ուխտից անցել է, իր գործերն եղել է, իր ուխտի խոստմունքից անցել է ու ինքը իր խոստմունքը չի կատարել։ Ու անմիջապես ապաշխարում է Տիրոջ առջև, իհարկե իրանց ամեն գործերն էլ ստացվում են ու ինքը իր ուխտը կատարում է։ Մենք պիտի սիրելիներս լինենք զգուշավոր ուխտ անելուց առաջ։ Աստծո խոսքն էլ ասում ավելի լավ է չուխտես, քան թե ուխտես ու չկատարես։ Ու Իսրայելի ժողովուրդը ուխտ արեց Տիրոջ առաջ զոհաբերելուց հետո։
Եվ հաջորդ քայլը ուխտելուց հետո եկեք կարդանք 14-րդ խոսքը ինչ արեցին. Բարձր ձայնով ու աղաղակներով, փողերով եւ շեփորներով երթում արեցին Տիրոջը։ Ամբողջ Յուդան ուրախացավ այդ երթման համար, որովհետև երթվել էին իրենց ամբողջ սրտով։ Հաջորդ քայլը դա փառաբանությունն էր, սիրելիներս, որ Իսրայելի ժողովուրդը իր գոհությունը, իր գոհության աղաղակները բարձրացրեց դեպի Տերը, ու դա ամեն քայլերի գագաթնակետն էր, իրենց ներսում Աստծուն փնտրելու հաստատությունն էր։ Սիրելիներս, կուզենամ, որ մենք չմոռանանք Տիրոջը փառաբանելու երկրպագել։ Փառաբանություն ու երկրպագությունն են, որ մեզ մտցնում են Տիրոջ սրահները։ Երբ Աստծո տուն ենք գալիս, եկեք չանարգենք նրան փառաբանելն ու երկրպագելը։ Դա այն ժամանակն է, երբ մեր սրտերը պատրաստվում են Տիրոջ հետ հանդիպմանը։ Մեր գոհության աղաղակներն են, որ մեր իրավիճակներում կարող են բերել ճեղքում։ Երբ վերը նշված բոլոր քայլերից հետո մենք երկնային հաստատությունն ենք բերում մեր իրավիճակների մեջ, մեր փառաբանությունով ու մեր երկրպագությունով, սիրելիներս։ Ու միայն այստեղ չի, որ մենք մեր սրտի գոհությունը, մեր աղաղակները պիտի բարձրացնենք Տիրոջը։ Մենք նաև ամբողջ շաբաթվա ընթացքում, երբ որ մենք փնտրում ենք Տիրոջ երեսը, մենք այդ ժամանակ էլ պիտի փառաբանենք ու երկրպագենք։ Երբ դժվար ժամանակները գալիս են, մենք հենց այդ ժամանակ պիտի մեր գոհության աղաղակները բարձրացնենք Տիրոջը, սիրելիներս։ Դա եւս մի կարևոր քայլ է մեր ներսում Տիրոջ հանդեպ նախանձախնդրությունը արթնացնելու։ Այս ամեն քայլերը, որ մենք միասին նայեցինք, օգնեցին Իսրայելի ժողովրդին նախանձախնդրորեն փնտրել Տիրոջը։ Ու գիտեք, վերջին խոսքում գրված է. գտան նրան, հոժարական փնտրեցին, նախանձախնդրորեն փնտրեցին Տիրոջն ու գտան նրան։ Եվ ինչ, եւ Տերը հանգստություն տվեց նրանց բոլոր կողմերից։ Սիրելիներս, այսօր Տերը պատրաստ է մեզ հանգստություն տալու։ Այսօր Տերը պատրաստ է մեր իրավիճակներին լուծում տալու։ Մնում է մենք պատրաստ լինենք վերցնելու այն ամենը, ինչը որ Տերը պատրաստել է մեր ամեն մեկի համար։ 5 կետեր, որոնք մեր ներսում կարող են արթնացնել նախանձախնդրություն Տիրոջը փնտրելու, Տիրոջ գործերը կատարելու նախանձախնդրություն։ Կուրքերին հեռացնելը, որոնք որ մերը չեն ու մեզ չեն պատկանում։ Երկրորդը, հեռացնելուց հետո մեր զոհասեղանը նորոգենք, որովհետև երբ որ մեր ներսում օտար բաներ կան, մեր սրտի զոհասեղանները կիսանորոգված վիճակում են։ Երբ որ այդ օտար բաները մենք կհեռացնենք մեզանից, մենք կարող ենք վերանորոգել մեր սրտի զոհասեղանը։ Ու հետո այդ սրտի զոհասեղանի վրա մեր զոհ մատուցելն է, որ մենք մեզ սովորեցնենք մեր Տիրոջը պատվել մեր ֆինանսներից, որ մենք մեզ սովորեցնենք Տիրոջ գործերի համար ներդնել մեր ֆինանսները, զոհ մատուցենք նրան։ Հետո ուխտ անելը, երբ որ դու ուխտով գալիս ես Աստծո առաջ, խոստմունքով ես գալիս Աստծո առաջ ու փառաբանելը, որ ամեն կետերի գագաթնակետն է, որ բերում է Տիրոջ փառքի ներկայությունը մեր կյանքերի մեջ, մեր իրավիճակների մեջ, փոխում է ամեն բան, մեր աղաղակը, մեր փառաբանությունը ու մեր երկրպագությունը։ Մեր երկրպագությունը մեր անձերն է խոնարեցնում մեր Տիրոջ առջև։ Ու այս 5 կետերը
պետք է մեր առօրյա կյանքում պրակտիկա դառնան, սիրելիներս։ Մեր թշնամին, ինչպես Աստծո խոսքն է ասում, մռնչացող առյուծի պես է ու ամեն պահի սպասում է մեր սխալվելուն։ Եկեք այսօր մենք չտանք նրան այդ հնարավորությունը։ Վերամշակենք մեր հոգևոր կիսատ պրատ հավատացյալ լինելու կյանքը, արթնացնենք մեր ներսում նախանձախնդրություն դեպի Աստված։ Այսօր Աստված ամեն մեկից սպասում է, ամեն օր, որ իր երեսը փնտրենք մեր ամբողջ հոգով ու սրտով, որ բարձրացնենք մեր ներսում նախանձախնդրություն իր գործերը կատարելու ու պտուղներ բերելու իր տան համար։ Մենք ինչ-որ շատ ենք զբաղված մեր երկրային գործերով, սիրելիներս։ Մենք կորցնում ենք մեր նպատակը իրական, որը որ երկնայինն է։ Մենք այնքան ենք ընկղվում այս երկրային գործերի մեջ, որ մենք կորցնում ենք մեր նշանակետը։ Մեր նշանակետը պիտի լինի Քրիստոսը։ Մեր նշանակետը պիտի լինի երկինքը։ Մեր նշանակետը պիտի լինի Տիրոջը փնտրելը ամեն իրավիճակների մեջ։ Ու մենք թույլ չպիտի տանք, որ երկրային հոգսերը մեզանից գողանան մեր նշանակետը, մեր նպատակը, ինչի համար որ մենք քայլում ենք այս երկրի վրա, սիրելիներս։ Մենք այդ հոգսերի մեջ, երբ որ մեզ հոգսերը կուլ են տալիս, մեր ներսում բարձրանում են այդ կուրքերը, ու մենք չենք էլ նկատում։ Բայց ամենավատն այն է, որ մենք չենք է փորձում ազատվել դրանցից, որովհետև երբ որ մեր ֆոկուսը Աստծո վրա չի, այլ երկրային գործերի վրա է, մենք էլ չենք նկատում, թե թշնամին ինչ կեղտերա լցնում մեր ներսում։ Մենք այնքան զբաղված ենք լինում մեր առօրյա կյանքով, մեր երկրային հոգսերով, ու այդ հոգսերի մեջ թշնամին ասում է, քանի զբաղված է, լցնեմ, մենք չենք էլ նկատում։ Մենք էլ մի օր Տիրոջ երեսը փնտրում ենք, չենք գտնում, ասում ենք, Աստված երես թեքեց մեզանից։ Աստված երես չթեքեց, սիրելիս։ Այդ մենք ընկղվելով երկրային հոգսերի մեջ մոռացանք Աստծուն փնտրելու մասին, մոռացանք աղոթքի ժամի մասին, մոռացանք գիրքը բացելու ու կարդալու մասին։ Ու հետո հենց խնդիրը գալիս է, վազում ենք Տիրոջ մոտ ու սկսում, Աստված ջան, բա ինչի՞ չես պատասխանում։ Մեր խնդիրների պատճառը նորից եմ կրկնում, մեր հոգևոր թուլությունն է։ Մեր կիսատ պրատ հավատացյալ լինելն է, որ մենք այսօր չպիտի լինենք, սիրելիս, այդպիսին։ Ու չի կարելի ու պետք էլ չի, որ մենք հարմարվենք այդ վիճակի հետ։ Մենք պիտի լինենք կրակոտ քրիստոնյաներ։ Այն ինչի համար, որ Տերը մեզ կանչել է, մենք պիտի մեր ներսում բարձրացնենք այդ նախանձախնդրությունը Տիրոջ գործերը կատարելու։ Պիտի արթնանա մեզանում նախանձախնդրությունը դեպի Աստված։ Պիտի արթնանա մեզանում նախանձախնդրությունը Տիրոջ գործերը կատարելու, որովհետև ամեն մեկս մի գործի համար կանչված ենք Տիրոջ կողմից։ Իսկ այսօր մենք ուղղակի շաբաթից շաբաթ 2 ժամով հավատացյալ ենք խաղում Տիրոջ հետ, որը որ հաճելի չի Տիրոջ աչքերի առաջին, սիրելիս։ Այսօր մենք մտածելու տեղ ունենք։ Մենք մտածելու տեղ ունենք, թե ինչն է գրավել մեր ներսում Աստծո տեղը։ Առաջի Կորինթացիների 14-ի 12։ Նույնպես էլ դուք,
քանի որ հոգևոր պարգևներին նախանձախնդիր եք, եկեղեցու ամրացման համար ջանք թափեք։ Սիրելիս, այսօր Աստված մեզ ամեն մեկիս կանչել է մեր եկեղեցու ամրացման համար ջանք թափենք։ Հոգևոր պարգևներին նախանձախնդիր լինենք, ոչ թե վազենք երկրային հոգսերի հետևից։ Ես համոզված եմ, ամեն մեկդ էլ ամբողջ ձեր կյանքի ընթացքում հասկացած կլինեք, որ երկրային գործերը երբեք իդեալական չեն լինում, չեն էլ լինելու։ Եկեք ճիշտ արժեքներ դնենք մեր առջև, սիրելիներս։ Եկեք մեր ներսի նախանձախնդրությունը դեպի Աստված արթնացնենք։ Եկեք նրա գործերը կատարելը թող մեզ համար առաջին տեղում լինեն։ Աստված ունի իմ ու քո կարիքը։ Ու եկեք թույլ չտանք, որ թշնամին քնեցնի մեզ։ Ինչ կապ ունի, որ հիմա ամառը։ Աստված Հիսուսն չի հանգստանում ամառները, բայց մենք չգիտես ինչի մեր հոգևոր կյանքում արձակուրդ ենք գնում։ Ինչի ենք մարում այն կրակը, որ Տերը մեզանում, երբ որ եկել ենք, հանդիպել ենք իր հետ, որ ինքը վառել այդ կրակը մեզանում ու վառել այն նպատակի համար, որ մենք գնանք ու ծառայենք իրան, որ մենք գնանք ու իր գործերը կատարենք։ Ինքը մեզ ամեն մեկիս կանչել է իր տուն, մենք այսօր այստեղ ենք գտնվում ու այդ կրակը դրել է մեր ներսում, որ մենք վազենք իր համար։ Մենք ոչ թե պետք է քայլենք, մենք պետք է վազենք։ Մեր Տերը չի սպասում, ինքը գործում է, հավատարիմ ձևով գործում է։ Ինքը չի նայում մեր անհավատարմությանը, Աստծո խոսքն այդպես է ասում։ Ինքը միշտ է հավատարիմ։ Բայց այդ կրակը, որ ինքը մեր ներսում դրել է, ինքը դրել է, որ մենք վազենք, որ մենք հասնենք, քայլենք իր հետևից։ Եկեք չքնենք, սիրելիներս։ Եկեք կիսատ, պռատ հավատացյալներ չլինենք։ Աստծո խոսքն էլ ասում, ավելի լավ է սառը լինեիր, քան թե գոլ վիճակում ես։ Եկեք դուրս գանք այդ գոլ վիճակից։ Եկեք տարիներով պահած մեր ներսի այդ կուրքերին հեռացնենք։ Արդեն բավական է իրանց հետ քայլել չի լինում։ Սրտի զոհասեղանը վերանորոգված չի, կիսատ պռատ է։ Եկեք ազատվենք։ Եկեք ազատվենք ու վերանորոգենք մեր սրտի զոհասեղանը։ Եկեք փնտրենք մեր Տիրոջ երեսը։ Եկեք փնտրենք ու ասենք Տեր, ցույց տուր այն կուրքերը, որ մեր ներսում են, որ մենք չենք էլ նկատում, որ հարմարվել ենք դրանց հետ։ Ինքը ներող, ողորմող ու սիրող Աստված է։ Եկեք կանգնենք ոտքի։ Սիրելիս, կրակը, երբ որ մարում եմ, իրան դժվար է նորից բոցավառել։ Ավելի շատ ժամանակ ու ջանք է պահանջվում, ավելի շատ փայտ է պահանջվում, որ իրան նորից բոցավառենք։ Ավելի հեշտ է բոցավառված կրակը պահելը ճիշտ աստիճանի վրա։ Երբ որ մենք ժամանակին ենք հետևում այդ կրակին եւ անհրաժեշտ քանակությամբ փայտը իր ժամանակին ավելացնում ենք, մենք բոցավառված կրակը պահում ենք ճիշտ մակարդակի վրա։ Ինչի թույլ տանք այդ կրակը
համարյա թե մարելու չափ լինի, ճիշտ Աստված չի թույլ տալիս, որ հանգչող պատրույկը կորի, բայց ինչի հասցնենք այդ աստիճանին, եթե մենք ուղղակի կարող ենք պահել ճիշտ մակարդակի վրա այն կրակը, որ Աստված մեր ներսում դրել է։ Մենք կարող ենք ամեն ժամանակ համապատասխան փայտը ավելացնել, մենակ թե հետևել է պետք այդ կրակին։ Այդ կրակին հետևել է պետք։ Մի փոքր անուշադրության ենք մատնում, արդեն սկսում է մարել։ Արդեն թշնամին սկսում է ջուր ավելացնել, որ սկսի մարել։ Մի երկու անգամ եկեղեցի չգալով, մեկ-երկու անգամ գիրքը չբացելով, մեկ-երկու անգամ աղոթք չանելով, սկսում է մարել։ Թշնամին էլ ասում է, քանի կա, սպասի լցնեմ, քանի արդեն հարմարվել է, չի նկատում, ավելացնեմ, ջուրը շատ լցնեմ, որ կրակը մառեմ։ Եկեք այսօր որոշում կայացնենք, որ արթնացնելու ենք մեր ներսում նախանձախնդրություն դեպի Տերը, նախանձախնդրություն դեպի Տիրոջ գործերը, որովհետև իզուր չի, որ Աստված մեզ կանչել է, սիրելիներս, իզուր չի, որ մենք ամեն մեկս այսօր այստեղ ենք գտնվում։ Աստված ունի ծրագիր, ունի նպատակ, այն կրակը, որ դրել է մեր ամեն մեկի ներսում, ինքը ուզում է, որ մենք բոցավառված պահենք ու գնանք ու այդ կրակով վարակենք մյուսներին, մեր շրջապատի մարդկանց, ովքեր որ մեր կարիքն ունեն, ովքեր որ նույնպես այդ կրակի կարիքն ունեն, սիրելիս։ Մենք հիմա երգ կվերցնենք, ես ուզում եմ, որ մենք ամեն մեկս հիմա փնտրենք Տիրոջ երեսը, հիմա մենք ենք ու մեր Տերը մեր կողքը կանգնած, մենակ մենք գիտենք մեր ներսը ու մենակ մեր Տերը գիտի մեր ներսը, եկեք բացենք մեր սիրտը Տիրոջ առաջ ու խնդրենք, որ ամեն կապանքները քանդվեն, որովհետև Տիրոջ սուրբ ներկայությունն էստեղ է, որ մեզ օգնի, որ տեսնենք ու հեռացնենք ամեն բան, ինչը որ Տիրոջը փառք չի բերում մեզանում։ Եկեք հեռացնենք, շինենք մեր սրտերի զոհասեղանը, սովորենք զոհ մատուցել, սիրելիս, սովորենք ուխտ անել Տիրոջ հետ ու սովորենք փառաբանել ու երկրպագել իր սուրբ անունը, սիրելիներս։ Ամեն։